թուղթու կրիչը վերցնելու եւ 100,000 դրամի, 200,000 դրամի սուբվենցիոն ծրագիր իրականացնելու փոխարեն նաեւ իրենց ծախողումները եւ չկատարումներն էլ պետք է իրականանեն բարձրաձայնեն, որտեղ ամեն բյուջետային այտերը ներկայացնելուց պատկան մարմինները անպագորգոր իրար չտալով, թե մենք սուբվենցիոն ծրագրեր ենք իրականացնում մարզերում։ 24 թվականի դեկտեմբերի 27-ի կառավարության սահմանված որոշմամբ 39.5 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրեր տարիների ընթացքում կուտակված ծախողվել է։ Տեղափոխվել է 25 թվական։ 25 թվականի մասով նայեցի վիճակագրությունը եւ կառավարության որոշումները խախտելով կարգը չեն նշել 25 թվականից ինչքան է տեղափոխվել 26 թվական։ Այսինքն ժամանակագրության առումով իրանք բարձրաձայն ասում են, որ ես ենք արել, արդյունքում ծախողուներ 40 միլիարդի ծրագիր ծախողել են սուբվենցիոն։ Պատճառաբանում են, որ շինարարի մեղքով, չգիտեմ, ժամկետների խնդրով, բայց դրանք մեր մեղքը չէ, քաղաքացու մեղքը չէ։ Քաղաքացին իր սահմանված կարգով անգամներով թանկացած գույքար գբուցել համայնքային բյուջե, որովհետեւ ոչնչամի ճարտարագրերում սուբվենցիոն մասնակցությունների այդպես չէ, որ իրանք իրանց տնից են բերել տվել, մատել փորձում են թանկնով կներեք ծախել այդ բնակության վրա։ Անգամներով տարածակոտ տեղավորման մոտարկված արժեք հարկի տեսակը թանկացել է։ Դրա արդյունքում ձևավորվել է համայնքային մեծ բյուջե եւ սուբվենցիոն ծրագրերը 17 թվականից սկսած է, նոր բան չի։ Ծախողումների մասին խոսք չկա։ Տարիներով կուտակված ծրագրերը բերում են 4 տարվա ծրագիրը 1 տարվա վերջում իրականացնում եւ ցույց են տալիս մեծ ձեռքբերում 40 միլիարդ մեծ թիվ է մարզերի կտված։ Այս տարի վստահ եմ ավելի շատ կլինի։ Դրա համար չեն հայտարարել օրենքի խախտման։